Ողջույն սիրելիներս, ինչպե՞ս եք։ Ես լավ եմ ու հուսով եմ ու ինչպես միշտ ցանկանում եմ, որ դուք էլ լավ լինեք։ Դե ինչ, այսօր գնացի, աշխատեցի, գեղեցկացա, թարմացա։ Հա, չեմի չէ թարմացա։ Մի լավ հոգնա ու եկա տուն։ Մի խոսքով եկա տունն են սոված էի ժողովուրդ։ Պերաշկի էի սարքել, պերաշկի կերա ու ուզեցի հավի կոտլետ պատրաստեմ, որ ճիշտն ասեմ։ Երեք էի ուզում պատրաստեի, հավի կրսկամիսը հանեցի, հալացրեցի, սարսարանում էր ու բանը պատրաստեցի պերաշկի, պատրաստեցի պիցայի խմոր արեցի, բանում լոշիկները թխում եմ ու հետո երեխեք թե ուզում են սարսարանից հանում են այդ լոշիկները, իրանց ուզած տոմատի մածուկնա, իրանց սոուսնա ու պանիրների տեսականին, ով ինչ սիրում է լստում է վրան, իրանց պիցան սարքում են, մի խոսքով տենց լոշիկներ սարքեցի, մի հատ տենց պիցա երեք կերան, պերաշկին կերան ու կշտացան, ասեցի դե լավ, ուրա հիմա կա կշտներող եղեք, անջատվեց կոտլետիս երեսին նայող չի լինելու, ասեցի իմաստը որն է, որ ես հիմա հելնեմ, ինձ տանջեմ ու կոտլետ սարքեմ, չհաշված, որ երեք սարսարանը, որ ուզում ես կուլտուրական խոսած սխալ ես խոսում, ռիպետա, սառնարանը լվացի, մաքրեցի, գիտեք, մենք կանայք, գիտենք դա ինչ է նշանակում, որտև ինձ տենց է թվում ամեն դեպքում, որ մենք բոլորս կանայք, հիմնականում ամեն ինչ տան մեջ անում ենք, դնում ենք, եփում ենք, թափում ենք, հավաքում ենք, բայց հենց հերթը հասնում է սառնարանին, արդեն ոչ ուժ մնում, ոչ ցանկություն, ոչ էներգիա։ Մի խոսքով, երեք ես արեցի դա, նենց որ հենց հիմա հելնում եք, ձեր սառնարանները մաքրում եք։ Հա, մի խոսքով դատարկեցի, հավաքեցի, մաքրեցի, լվացի, ահագին գործ արեցի, պլյուս պերաշկին, պլյուս պիցան, ասեցի դե հիմա Սերինե ջան, անպայման է քեզի տանջես, մի հատ էլ չեմի չէ կոտլետ սարքես։ Նենց որ ասեցի լավ, այսօր կպատրաստեմ, մի խոսքով արդեն ֆարշը սկսեցի պատրաստել, հետո ասեցի լավ, սպասեք միանամ ես ձեզ, հա մի քիչ կզրուցենք, համ ես ձեզ անչափ շատ շնորհակալ եմ ձեզանից ժողովուրդ ջան, ձեր բոլորի շնորհավորանքների համար Սամոյիս մեքենայի վերաբերյալ շատ շնորհակալություն ձեր ցանկությունների համար, որ լինի կանաչ ճանապարհ, շատ շնորհակալ եմ, իրոք անկեղծ շատ շնորհակալ եմ, ինքը սկի չել իմանում երևի թե որ ես ասել եմ ձեզ ու չի մտել կոմենտարյաները չի կարդացել, դրա պատճառով Սամոն ռեակցիա չի տվել ձեր գրածներին ու մոռանում եմ ասեմ Սամո ասեցի հիշեցի գնացելա կանաչ լոբի առնի սպանախառնի ու սպիտակ ձու, բայց պարզվում է գրանցվում էր սպիտակ ձու չկա, ժողովուրդ դուք խիղճ ունեք, ով ապրում է այստեղ, սա սպիտակ ձվերը առը գնացել եք, մի երկու հատ էլ էս աղջկան թողեք Հուսով եմ շաբաթօրը կլինի, գոնե շաբաթօրը կուղարկեմ առավոտ շուտ, որ գնա տեսնի, եթե սպիտակ ձու կա, հայթի բերի, որ ձու ներկեմ։ Մի խոսքով, հա, Սամոյս ուղարկել ենք առևտուր անելու, այսպես, ուրիշ ինչ է ուզում ասել ձեր ժողովուրդ, հեսա միասին մենք կպատրաստենք հավի կոտլետը, ուզում եմ նաև շատ շնորհակալություն ասել, որ լավ է դուք պաստորեն Արմենին ճանաչում եք, մերսի ձեզ շատ։ Բոլորը հիմնականում գրել եք, նասկի առել, Արմենին ասում եմ Արմեն, սաղ կոմենտարյաների մեջ նասկի է։ Իրոք, դուք իրավացի եք, Արմենը գնել էր նասկի, Արմեն ուրիշ ինչ պիտի առնի, երեք էլ, հեսա ինձ սպանել է, որ իմանա ասել։ Okay, հուսով եմ ինքը այս վլոգը չի նայի ու չի իմանա, երեք ակել այդ նասկիներս, ես ոտը հանելա մի քիչ ես վերոսով, բայց սիրուն է նասկիներս չէ, ասի ես իսա այդ բանը պատմելու եմ իմ բաշանորդներին, ասմա, կտոք սպանել, հիմա հանգարց եթե հաջորդ վլոգում ես չեղա, ուրեմն մացիկ Արմենը տով է ինձ սպանել է, մի խոսքով դե սիրում այդ մարդն էլ նասկի է սիրում, ժողովուրդ մի տարի չէ, նախանցած տարի, որ գնացել էինք Հայաստան, Արտաշատում շուկայի մոտով անցնելուց, ինձ շատ արտաշատցիներ նայում են, կիմանան արդեն որ մասերն է, շուկայի մոտով անցնելուց մեկ էլ տեսնեմ մեշոկով նասկի է,
հեռախոսս հանեցի, ֆոտո արեցի, այս աշխատողս էս թարս նայեց ինձ, ասում եմ, չէ, ասում եմ, մի մտածեք, ուրիշ վատ բան մտքով չեմ անում ֆոտո այդ նասկիներ էլի։ Ասում եմ, ամուսինս շատ նասկի սիրում, նկարեմ ուղարկեմ իրան։ Մի խոսքով ժողովուրդ, դա Արմենի թուլությունն է, ինքը սիրում է նասկի։ Ինչ ուզում ա լինի, ոչ մի բան չի ուշադրություն դարձնի, բայց եթե նասկի տեսավ, ինքը նասկին պարտադիր պիտի գնի, ու նույնիսկ ես արդեն, որ հանկարծ նասկի եմ տեսնում, անկախ ինձնից ասում եմ սպասի Արմենի համար նասկի գնեմ։ Մի խոսքով, դա էսպես։ Ուրիշ ինչ է ուզում ասեի, օհ Աստված ջան, այդ կոմենտարյան շատ կուզենայի կարդայի, բայց այն մի հեռախոսի զարյատկան նստել է։ Ախ, ոնց անեմ, հələ մեկ Okay, լավ, եկեք գիտեք ոնց անեմ, ես այս կողքը կտեղադրեմ կոմենտարյան, որ դուք կարդաք, բայց ինձ այնքան հաճելի էր, չեք պատկերացնի, Մելինե Ղազարյանն էր գրել, որ իրանք ամբողջ ընտանիքով մեզ շատ են սիրում դիտել, ու նույնիսկ իր որդին, ով 8 տարեկան է, անունը Արման, սպասեք, անունը Արամ, Արամը ով 8 տարեկան է, շատ է սիրում մեզ դիտել, այնպես որ ինձ թվում է այս վլոգն էլ Արամը նայելու, Արամ ջան, քեզ բարև, մերսի որ դիտում ես, շատ խելոք ու լավ բալիկ լինես, որ մամային երբեք չջղայնացնես։ Դե ինչ, հիմա եւ մեկ հատ էլ կոմենտարիա կար, գրել էիք, որ շատ կուզենայիք, որ ձեզ պատմեմ մեր ստեղ գալը, ինչ ճանապարհ ենք անցել, ոնց ենք անցել, մի խոսքով այն ամեն ինչ որ կատարվել է մեզ հետ նոր եկած ժամանակ, իրականում ինձ թվում է նոր բաժանորդեք, որովհետև այն ամենաառաջի վիդեոների մեջ ես դրա մասին պատմել եմ, խոսացել եմ, բայց մի փոքր կզրուցենք այդ թեմայի շուրջ, երևի թե կանցնենք խոհանոց միասին կպատրաստենք ժողովուրդ իմ կոտլետները ու միգուցե այդ թեմայով մի փոքր կզրուցենք կոտլետները, որ ճիշտն ասեմ, հա, չէ, մինչև կոտլետները եկեք ցույց տամ իմ խոտաբուսությունը։ Սա գիտեք թե էլ չասեմ ոսպնա, որը որ խելքը տվել է բոյին, պապայիս ասած, լավ նայեք, մի թիզից ավել է, պատկերացրեք ոնց է մեծացել։ Իսկ մինչև զատիկ այսքան կհելնի, բայց հենց տեղ էլ երևի կթողեմ, սա չեմ ոչ մի ձև օգտագործի, որտեղ շատ է բարձրացել, սա այսպես, այստեղ իմ չիայի սերմերն են, հեսա, տեսնում եք, չիայի սերմերը, էլ ինչոյի նվիրած նապաստակներ արդեն կորել են չիայի սերմերի մեջ, այստեղ նուրն եմ դրել, Մարինեի նվիրած նուր բրոշկան, որ ճիշտն ասեմ, սես դրեցի այստեղ, և այն ռամաշկաներից մի հատ է, հարցնում եք քանի օր մեկ եմ ջրում, թե օրը քանի անգամ, օրը մեկ անգամ եմ ջրում, օրինակ եսի 3 առաջի օրն եմ ջրել, ձեռք եմ տալիս, որ զգում եմ լավ թաց է, չեմ ջրում, ու լավ թաց է, դրա համար չեմ ջրել, շատ գեղեցիկ է, այսպես, նայեք էլ կյանքն են բայելու, մի կողելոք չթռնեցնի նայի վրա, այնիս խոտերն են լավ աճել, եկեք ձեզ ստեղ ցույց տամ, նայեք, սրանք էլ են լավ աճել, սրանք որ պետք է դնեմ կամինի վրա, բերել եմ այստեղ, որ լույսի տակ աճի, հետո նոր կտանեմ կդնեմ այնտեղ, ոյ, փոփեցին, դե կներեք, էլի ձեզ իրավունք չունեք, մենք մի հատ սիրենք, մաժմժենք, այդ են ժողովուրդ, ուրեմն ես պատրաստեցի հավի ֆարշը, նայեք, բլենդերով եմ խփում իրականում, շատ լավն է, ով ապրում է այստեղ, ով ունի լիդերից եմ արել գազանիկա, այսենց ընտիր խփում է, այն մնացածն էլ մեջն է, հեսա կահանեմ, իդեպ անցած անգամ իկրան հենց այդ բլենդերով եմ խփել, ընդհանրապես ես մսաղացով էի աղում, բադրճանը, բիբարը խորովում էի ու մսաղացով աղում էի, բայց այս անգամ սրանով արեցի ու Արմենը շատ է հավանել, կուզեք ձեզ էլ ցույց տամ, մեկ վարքյան, հեսա հանենք, հեսա, էսի միկրանը, տեսնում եք, հեսա բացենք, սարներ, ու ես ձեզ ցույց տամ հիմա, տեսեք, էսի իկրանա, դուք տեսնում եք, նայք ինչ լավն է,
Այսինքն անտիրեսի վերջի բանկան է մնացել 3 հատ բանկա է արել էսի վերջի բանը չկան այնպես որ դուք էլ կարող եք բլենդերով անել հավատացեք որ արտակարգ է ստացվում ու մսաղացի կարիք չկա հավատացեք ավելի արագ է քան մսաղացով նույնիսկ եթե մեծ քանակի եք պատրաստում հանեցի կանաչի հանեցի թե ինչի 2 հատ գազար հանեցի ես չգիտեմ կարայի մի քիչ շատ հանեի բայց էլի եմ գազար գնել սա գազարով սալաթի համար կորեական Արմենը այս վերջերս շատ ասես է սիրել այդ սալաթը մեր խանութից գնել եմ մանր վարունգներ եւ 2 հատ կաբաշկա որը էլի գնալու է կոտլետի մեջ կոտլետի ֆարշի մեջ ավելացնելու եմ ծոր կարած կաբաշկա ու գազար որ առողջարար լինի էլի դե պատկերացնում եք արդեն ինչ առողջարար կոտլետ եմ ես պատրաստելու ձեզ հավեսի գցեցի որ դուք էլ պատրաստեք այս առողջարար կոտլետից ժողովուրդ ինչ վերաբերվում է մեր էստերի կյանքին հա չգիտեմ հետաքրքիր ձեր հարցից հետո որ ճիշտն ասեմ ձեր հարցից հետո որ անկեղծ լինեմ այստեղ կտեղադրեմ էլի այդ հարց տվողը որ տեսնեք ինչ ձև է հարցը տվել քանի որ ասեցին երկրորդ հեռախոսի զարատկին ընկել է չեմ դրել զարատկի նայեք ինչ ձև է ես չեմ կարա հիմա կոնկրետ կարդամ ձեր գրածը ի խոսքով ժողովուրդ չգիտեմ ինչից սկսեմ ինչից ավարտեմ իրականում որոշումը կա հարցակվող փոքր կատվից վրա գզեց թողը սուս ամոթ չարպիսո Ատեն ժողովուրդ, մի խոսքով, իրականում մեր այստեղ գալը Ֆրանսիա որոշումը կայացվել է մի քիչ սկիզբը Արմենն է դրել, որ ճիշտն ասեմ, Արմենն է ուզեցել, որ գանք, ես սկզբնական դեմ եմ եղել, ինչու եմ դեմ եղել, հիմա ես ձեզ ասեմ։ Ես դեմ եմ եղել, որովհետև ես ինքս մեծացել եմ օտար երկրում, հա, իմ մանկությունը անցել է Ռուսաստանում, դպրոց գնացել եմ Ռուսաստան, առաջի դասարանից մինչև վերջին դասարան եղել եմ Ռուսաստան, դրա պատճառն եղել այն, որ քույրիկս նոր էր ամուսնացել, նոր չէր ամուսնացել, արդեն պետքա բալիկին ունենար, ոնց որ որպեսզի մենակ չլինի, մաման որոշեց, որ պետքա գնանք ու քույրիկիս կողքը լինենք, բայց քանի որ համընկավ միաժամանակ նրա հետ, որ իմ տարիքն էր դպրոց գնալու, հա, այնպես ստացվեց, որ ես առաջի դասարանից գնացի Ռուսաստանում, այսպես ու իմ հիշելով, թե ես ինչքան իմ համար ամեն դեպքում դժվար էր, սկիզբը երևի տենց բացատրեմ, որ հասկանաք ոնց ենք եկել հասեստեղ, հա, ինձ համար դժվար էր փոքր ժամանակ, երբ որ ես գնացի դպրոց ու ոչ մի բառ չէի խոսում, մի անգամից ինձ տարան դպրոց ու ես ընկա մի միջավայր, ովքեր խոսում են ու դու ոչինչ չես հասկանում։ Մամաս ավելի շատ զբաղված էր այդ ժամանակ քույրիկիս բալիկով, հա, քույրիկիս հետ, մի քիչ ծանր ծննդաբերություն էր ունեցել։ Չնայած որ մենք գնացինք Ռուսաստան, քույրիկս հենց չէր ծննդաբերել, այսպես։ Հա, ու ոնց որ այդ ամենին, այդ հիշողությունները ինձ ստիպում էր, որ ես էլ չգնամ ուրիշ երկիր, որ անկեղծ ասեմ։ Ես ինքս սկիզբը դեմ եմ եղել տեղափոխվելու։ Ես գերադասել եմ մնամ Հայաստան ու ոնց որ ինձ ավելի լավ էր Հայաստանում, քանի որ իմ կարծիքով երեխաները արդեն նանիկս մեծ աղջիկը մեր գնում էր առաջի դասարան, ես չէի ուզում որ այդ երեխան անցնի այն, ինչ որ ես եմ անցել, որովհետև ամեն դեպքում նույնն էր լինելու, ինչ որ ինձ հետ է կատարվել, նույն այդ տարիքում։ Մեկ վայրկյան գազար բերեմ։ Շատ չեմ ուզում անել, որ ճիշտն ասեմ, որ շատ գազար չլինի, հա։ Այսպես ժողովուրդ, ես սկզբնական դեմ էի, հետո գցեցինք, բռնեցինք դարձակում ու եկանք Ֆրանսիա։ Իրականում Ֆրանսիա գալով նանիկը չի անցել այն ինչ որ ես, այսինքն չինգեմի միջավայր մի անգամից չեմ ստացրել դասարան ու ասել կհասկանաս հասկացի, չես հասկանա, դա քո խնդիրն է, հա։ Այստեղ մի քիչ ուրիշ ձև է իրականում, երբ որ երեխան մտնում է դպրոց,
նախ քննություն են անցկացնում, տեսնեն գիտելիքները ինչքանով լեզվի գիտելիք չէ, կոնկրետ գիտելիք, քանի որ Նանիկը հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար, փետրվար 5-6 ամիս արդեն Հայաստանում դպրոց գնացած երեխա էր։ Ինքն էլ իրանով չեմ գովում, որտեղ իմ երեխան է, դա հենց դպրոցի տնօրենի ասելով է, որ իմացավ գնում ենք, ասեց այս խելացի երեխային ինչ եք, ոնց որ տանում մեր երկրից, որտեղ ինքը այդքան փոքրիկ լինելով, թե գիտելիքները, թե ձեռագիրը, թե ամեն ինչը ոնց որ մեծի լիներ արդեն։ Ու ստեղ էլ որ ստուգեցին, հասկացան, որ ինքը արդեն ինքը իրանով բազա ունի, հա, գիտելիքի, չնայած որ անկեղծ ասեմ, տունը ժամանակ չեմ տրամադրել, հետո հատուկ չեմ պարապել, մինչև դպրոց գնալը ոչ մի գրել կարդալ չի եղել իրան, ինքը իրանով շատ արագ ընդունակ երեխա էր, ու ստեղ էլ որ եկանք մի անգամից իրանք որ այդ տեստը արեցին, ասեցին, որ ինքը կարա նստի նույն դասարան, որին որ համապատասխանում է, ոչ թե 0 դասարան, ստեղ կա 0, CP, հետո ոնց որ C1, CO2, հա, ու ոնց որ իրան բախտը բերեց դրանով, ինքը նստեց նույն դասարան, որը որ ինքը պետքա լինիր, այսպես, ու բացի դա, այստեղ մի քիչ ուրիշ ձև է, այստեղ բան չեն անում, մի անգամից երեխային չեն տանում նստացնում ընդհանուր գրուպայի հետ, այ փորձում են առանձին դասընթացներ անցկացնել երեխայի հետ անվճար դպրոցում, չեմ հիշում այդ կլասը ոնց էր կոչվում, մոռացել եմ արդեն, մի խոսքով իրանց դասատուները Մարի Ժուլի, երեխաների հետ պարապում են, լեզուն են սովորացնում, մի խոսքով երեխաները այդ կողմից ճնշված չեն եղել ու ես որ համեմատում եմ իրանց ու ինձ, ոնց որ ես Ռուսաստանում ու իրանք ստեղ Ֆրանսիայում, որ ճիշտն ասեմ, ես զգացել եմ, որ իրանք շատ լավ ադապտացվել են Ֆրանսիայում, իրանց համար, էսի ոնց որ հենց իրանց երկիրը լինի, միգուցե մի քիչ ցավալի հնչի, բայց իրանք իրոք արդեն ստեղի լիարժեք քաղաքացիներն են, հա, իրանք իրանց չեն պատկերացնում Հայաստանում, օրինակի համար, ու ես էլ իրանց չեմ պատկերացնում Հայաստանում, բայց ես չէ, ես հակառակը, ես իմ արմատները չդրեցի Ռուսաստան, ես չընտելացա Ռուսաստանի, ոչ մթնոլորտի հետ, ոչ, ոնց որ իմը չէ Ռուսաստանը, հա, դրա համար ես ձգում եմ միշտ Հայաստան, երևի դրա համար էլ Հայաստան ամուսնացա։ Այսպես ժողովուրդ, հիմա հերթը հասնում է ինչին, որ պատմեմ, թե ոնց և ինչ, տեսա մեկ վարկյան մի հատ գազարն ու կաբաշկանվանը կամ ժողովուրդ, իրականում, որ ճիշտն ասեմ, երբ որ ստեղ ես գալիս, նոր ես գալիս, ոնց որ սպասելիքներով լի ես լինում, որ հեսա քեզ կտան ապրելու, աշխատելու իրավունք ու դու իհարկե արդեն կընկնես հունի մեջ, կսկսես լեզու սովորել, կսկսես աշխատել, հա, քո մոտ այդ պրոցեսներն է սկսվում, բայց իրականում շատ դեպքերում լինում է, որ ձգձգվում է այդ ամեն ինչը ու դա արդեն քեզ գցում է որոշակի կյանքից հետ, հա, ինչը որ մեզ հետ հենց կատարվել է, որ ճիշտն ասեմ, եկեք գիտեք ինչ ես ծուրկա եմ, հետո նոր սկսեմ պատմելը, որովհետև ինձ թվում է ձայնը կարող է ձեզ խանգարի։ Ժողովուրդ, գազարն ու կաբաշկանը ես ծուրկայեցի, հա, ինչի վրա կանգ առանք։ Ու հա, որոշեցինք, եկանք, մի խոսքով ասեցի, որ երեխաները Փառք Աստծո այդ կողմից շատ հեշտ ադապտացվեցին, հա, ու սկսվեց մեր երկար ճանապարհը։ Իրականում, որ անկեղծ ասեմ, ինքը իրանով ճանապարհը այդքան դժվար չէր, ստեղ Ֆրանսիայում չկա լագերներ, որոնք կոչվում են օրինակի համար, որոնք կան, ոչ թե կոչվում են, Գերմանիայում, գիտեմ, որ Գերմանիայում մեկ այլ երկրներում, որ անկեղծ ասեմ, չգիտեմ, տեսեք, որ ինչը չգիտեմ, չեմ կարող ասեմ, բայց գիտեմ, որ Գերմանիայում, այո, շատ դաժան է, շատ խիստ է, ժողովուրդը մենք չեն կարողանում լսումներ սանել, եթե չեմ սխալվում, իհարկե, ուղղակի եթե սխալվում եմ, ես այնտեղ չեմ, ինչ լսել եմ, այդ եմ ասում, Գերմանիայում շատ խիստ է այդ կողմից, ստեղ Ֆրանսիայում չկա այդ խստությունը, դու ազատ ես երթևեկելու, դու ազատ ես ապրելու այնտեղ, որտեղ որ կուզես,
անկախ նրանից ինչ ստատուսով ես դու եկել ես դու ինչ որ մի հատուկ խնդրանքով պաշտպանության, չգիտեմ, ինչ ուզում ա լինի, անկախ դրանից ամեն ինչից դու կամ խնդրում ես որ քեզ ապաստան տան ու տեղով ապահովեն, կամ եթե դու այդ տեղը նույնիսկ ունես, դու սպասում ես քո ոնց որ թղթերի պատասխանին, հա? Կարող ես Ֆրանսիայի ամբողջ մասշտաբով COVID-19 ճանապարհորդել, եթե ուզում ես, ու դա քեզ ոչ մեկ չի սահմանափակի, քանի դու ունես այստեղ ապրելու թեկուզ ժամանակավոր կացության իրավունք, հա, այսինքն երբ որ դու գալիս ես նոր սկսվում ա թղթաբանությունը, քեզ ամեն դեպքում այդ իրավունքը տալիս են, որ դու լինես այստեղ, տալիս են բժշկական ստրախովկան, ապահովագրությունը, որից օգտվում են, որ ամեն ինչ անվճար է։ Հիմա այս պահին չեմ կարող ասել, օրենքը միգուցե փոխվել է ու շատ բաներ է փոխվել, բայց մեր եկած ժամանակ մենք ունեինք ապահովագրություն, որը մեզ թույլ էր տալիս յուրաքանչյուր բժշկական ծառայությունից օգտվել անվճար, քանի որ դու չունես ռեսուրս, դու չես աշխատում այստեղ ու դա քեզ օգտվել այդ իրավունքը թույլ է տալիս։ Էդի բժշկական տեսակետից, այդպես ասեմ։ Չնայած որ մենք եկել ենք Ֆրանսիա, մենք չենք եկել մտածելով, որ մեզ անվճար բժշկությունն է պետք, քանի որ դրա կարիքը իրականում չենք ունեցել։ Հա, ու մինչ այսօր էլ նույնիսկ վճարում ենք, բայց կարելի ասել այն տեղը, որ պետք է գնանք մեզ գրեն, մենք գնանք անվճար վերցնենք, մենք գնում ենք այդ տեղը, որովհետև շատ ժամանակ նույնիսկ ժամանակ չենք տրամադրում, որ գնանք, հա, բժշկի մոտ, բայց իրականում այն ժամանակ, երբ որ մեզ պետք է եղել տեղեր, որոնք անվճար ենք օգտվել, քանի որ այստեղ ոչ աշխատում ենք, ոչ էլ չես ուզում քո եղած ձեռքի գումարը տրամադրես այն բաներին, ինչը որ կարող ես ունենալ անվճար, հա, այսպես ասեմ։ Այստեղ ես կտրատեցի Սամիթը եւ Համեմը, ավելացնում եմ վրան։ Մեր ընդհանուր թղթաբանության process-ը շատ երկար տևեց, կա տարբեր մարդիկ, տարբեր ճակատագրեր, հա, այդպես ասեմ, մեկինը արագ է լինում, մեկինը ընդհանրապես չի լինում, կամ մեկինը ինչպես որ մերը մի քիչ ձգվում, հետաձգվում, ներվեր են քայքայում, իտոգում բայց վերջում տալիս են։ Մեկ հատ ձգվանը։ Սխտոր, ինք փոչուրիկ էլ սխտոր երեք, թե ծոր կանենք մեկը, որ ավելի համով լինի, այսպես։ Իրականում որ վաղուց է եղել, որ ճիշտն ասեմ, նենց տպավորությունը, որ այդ ամեն ինչը մեզ հետ չի եղել, բայց որ ասեմ շատ դաժան է եղել ամեն ինչ, սուտ կասեմ, բայց որ ասեմ շատ հեշտ է եղել ամեն ինչ, նույնպես սուտ կասեմ։ Եթե դուք ինձ հարցնեք օրինակի համար, եթե դու հետ գնայիր անցյալ ու ունենայիր ընտրություն գալու կամ մնալու Հայաստանում, ես կասեմ անկեղծ, մենակ մի դեպքում ես չի գա, մենակ մի դեպքում ես չի գա, որովհետև այստեղ գտնվելու ժամանակ Ալենայիս հետ մի երբ որ փոքրիկ էր, գլուխը սեղանի տակ էր, խփել էր ու բավականին շատ լուրջ խնդիրների առաջ կանգնեցինք, դրա մասին չեմ ուզում հիմա մանրամասն պատմել, որտեղ դա մի երկար ու դաժան պատմություն է, միգուցե նաև չպատմեմ, մենակ ասեմ, որ շատ դժվար էր այդ ընթացքը մեր համար, որովհետև շատ դժվար էր, այսպես ասեմ, որտեղ ասեմ այնպես, որ ում որ պատմել եմ նույնիսկ անծանոթ իմ աշխատողներից նույնիսկ եղել է, որ այդ պատմությունը պատմել եմ, հավատացեք, որ հոնգուր լացել եմ։ Հա, այսպես ասեմ, չեմ ուզում այդ թեմայի շուրջ որ ասում եմ ծավալվեմ, բայց եթե նորից եմ ասում, եթե ինձ ասեին կուզենաս գաս թե մնաս Հայաստանում, մենակ մի դեպքում կասեի չեմ գա, եթե իմանայի, որ այն ինչ որ կատարվեց երեխու հետ, հնարավոր կլիներ, ոնց որ չլիներ։ Իսկ ուրիշ դեպքերում հավատացեք, որ կգայի, որովհետև գտնում եմ, որ որոշումը ճիշտ էր, գտնում եմ, որ երեխաները այստեղ ավելի ճիշտ ապագա ունեն, քան թե մեկ այլ երկրում, հիմա գիտեմ, որ շատերդ միգուցե ասեք, այդպես մի ասա, հենց ես ասում, որ մեր հայրենակիցները թող են եկեն, ոչ, դա չի հարցը, այստեղ էլ կան լիքը թերություններ,
Ասացի սոխը ծոր կային, բայց լավ չի ծոր կային։ Այստեղ էլ կան լիքը բացասական ու դրական կողմեր, ինչպես որ մեր հայրենիքում էլ կան լավ ու վատ բաներ, հա, բայց ես ինքս ինձ ստեղ արդեն ավելի լիարժեք եմ զգում ու ստվասնանիք ուզում ակա ու կարծում եմ, որ ամեն մեկս մենք մեր ընտրությունն ենք անում, չգիտեմ ինչքանով բացադրեցի, բայց ուզում եմ ասեմ, որ կոնկրետ Ֆրանսիայում լագերներ գործում չունեն, այդ կողմից ճնշված չենք եղել, ապրել ենք հանրակացարանը կոչվում ֆոյե, հանրակացարանն է, որտեղ որ ապրում են լինում է մի հարկում 6-7 ընտանիք, 1 խոհանոց, 1 բանիկ, 1 տուալետ, լինում է մեր դեպքում, որ մեր բախտը բերեց իրականում, որ մեզ տրամադրեցին շատ լավ հանրակացարան էր, մենք ունեինք ընդամենը 1 հարևան, առաջի հարևանը հայեր էին, երկրորդ հարևանները հայ ուկրաինացի էին ու լավ մարդիկ էին, մաքուր, ոնց որ խնդիր չունեինք, ամեն մեկս ունեինք մեր բաղնիքը, ամենին մեծ խոհանոցը, շատ մեծ, սալը մեծ, մի խոսքով, ասենք այդ կողմից մենք նեղություն չենք շատ քաշել, իսկ երբ որ թղթավանական խնդիրներ եղավ, որ ձգձգվում էր երկարաժամանակ չէին տալիս, եղել է ապրել ենք հյուրանոցում, հյուրանոցապետությունը տրամադրել, եղել է, որ ինչ-որ տենց հանրակացարանատիպի տեղ է եղել, մի խոսքով, դժվար է եղել, հեշտ չի եղել, եթե դուք ուժից, կամքի ուժից թույլ մարդ եք ու դուք սովորեք, որ ամեն ինչ դնեն ձեր դեմը դնեն, հաստատ չեք իմանա, այդպես ասեմ։ Բայց մենք քաչ գիտակցելով եկել ենք, գիտեինք ուր ենք գալիս ու գիտեինք ինչ է սպասվում։ Թե ինչքան ժամանակ կսպասվի, այգա չգիտեինք, շատ երկար տևեց, շատ երկար, ինչքան տևեց, 8 տարի աշխատում եմ արդեն, 9 տարի, 6-7 տարի տևել է մեր այս քաշքշուկները, պատկերացրեք, 6 տարին քիչ չի։ Այստեղ ժողովուրդ, ինձ թվում է ինչ-որ ձևով շատ չեմ մանրանում, որովհետև ինձ թվում է իմաստ չկա, որ շատ մանրանամ, բայց նորից եմ կրկնում, հետ կվերադառնայի, նորից նույն ճանապարհը միգուցե կանցնի, մենակ մի դեպքում չէի անի դա, եթե չլիներ այդ արանքում երեխու հարցը։ Այսպես, հիմա այստեղ խավելացնենք ձու, բայց երևի թե թասիկս փոքր է, նայեք, արդեն լցվել է, ձու մի քիչ պաքսեմատ սուխարիկ, սուխարիկները սրանք եմ անում, որ ազիական խանութից գնել ենք, աղ, սև պղպեղ, քանի հիշում եմ անեմ, մեկ էլ մի քիչ էլ այս իմենի պրիպրավայից, որ ասեցի, որ միշտ անում եմ ու համովը բավական եմ ստացվում, մեկ էլ մի քիչ էլ այդ պրիպրավայից կանենք, կոտլետի ֆարշը պատրաստ է, մի քիչ ամենացը չնես գնել եմ, բայց չեմ դատարկի հիմա, մի հատ ամանը կլվանամ, արդեն փոշին պատելա։ Ժողովուրդ, վերցրեցի մեկ հատ ձու, գցում ենք մեջը, խառնեմ ու ընթացքում կերևա ինչքան ավելացնենք սուխարիկ, չորեհաց, ինչ են ասում հայերեն սուխարիկին, ինչ է ուզում, ինչ-որ բան է ուզում, գիտեք, չի խնդրել, որ կոմենտարիայում գրեիք, բայց արդեն չեմ հիշում, անկեղծ չեմ հիշում։ Այսպես, հուսով եմ, որ ինչ-որ չափով պատասխանեցի ձեր հարցին, հարցին չէ, խնդրանքին, որ պատմեմ, ինչ ձև ենք, ոնց ենք անցել այստեղ մեր ճանապարհը։ Ասեմ մենակ մի բան նորեկացները, եթե դիտում են իմ վիդեոն, չկրկնեք մեր սխալը ու չսպասեք ձեր թղթերը լինի, նոր սկսեք լեզուն սովորել, ոնց որ մենք արեցինք, մենք սպասում էինք թղթերը լինել, եթե մեքենային, դպրոց, լեզուն սովորեինք, չնայած որ դրա կարիքը անհրաժեշտությունը չկար սպասելու, մենք կարող էինք հանգիստ լեզու սովորել, մինչև մեր թղթաբանությունը լինել։
Դա ինչ որտեղ Արմենի հավորություններ, Արմենն էր միշտ ասում, սպասենք թղթերը լինի, որ կգնեմ դպրոց, սպասենք թղթերը լինի, որ բայց սպասելի կարի չկա, հավատացեք, ավելի ճիշտ կլինի, որ մինչև ձեր թղթերը լինելը, դուք արդեն ինչ-որ որոշակի բազա ունենաք խոսալու, հա? Իսպես, սուխարիկ ավելացրեցի, մի քիչ, որ շատ ջրիկ չլինի, բայց շատ գուրել չլինի, բնիկ թավայի մեջ կլինի համով կոտլետն է առողջ շարար այդքան է չի լինի, որտեղ թավայի մեջ եմ ուզում անեմ, բայց թե դնեմ դուխովկա, ժողովուրդ, ինձ չպեջեմ, դնեմ դուխովկա, ինչ է կարծում, երևի այո, երևի թե ես ինքս ես չեմ տանջի և ուղարկեմ դուխովկա, վերջ, սա պատրաստ է, եսի մեր կոտլեսի ֆարշի, ժողովուրդ ես որոշեցի անեմ դուխովկայի մեջ, հիմա ջուրիկը դրել եմ, որ ձեռքերս թրջեմ ու անեմ կոտլետները, հա, մեկ էլ գրել էիք, ուզում էիք, որ ցույց տամ իմ պարֆումերյան, իմ քսվելիքները, հա, գրեք կոմենտարիայում, տեսնեմ, եթե ցանկացողներ շատ կան, եթե շատերին է հետաքրքիր, գրեք, կնկարեմ տենց հոլովակ, ինչու ոչ, դա խնդիր չի։ Մենակ կնենց լինի, որ մի քանի հոգու գոնե հետաքրքիր լինի, այնպես չլինի, որ ոնց որ չնայած իմ համար մեկ հոգու ցանկությունն էլ է կարևոր, բայց ամեն դեպքում, որպեսզի մյուս դիտորդները չմտածեն հանկարծ, ես այդ կողմից մի քիչ շատ զգուշ եմ, որ ճիշտն ասեմ, որ հանկարծ այնպես չդիտարկվի, որ բերել է իր ունեցածն է ցույց տալիս, հա, կամ չգիտեմ, մարդիկ տարբեր են ու կարող է մենք մտածենք, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա, բայց մի քանի հոգի մտածի, որ ինչ-որ դրանով ինչ-որ բան ուզում ասի, հասկանում եք, չնայած մի ես ինչեր չունեմ, որ ճիշտ ասեմ, մի քանի հատ օծանելիք ա, որոնք որ օգտագործում եմ, որոնք որ հավանում եմ, ինձ թվում է նույնիսկ վիդեոների մեջ դուք տեսել եք այն ինչ որ ես օգտագործում եմ որպես օծանելիք, կոտլետիկը, բայց եթե ցանկություն կա, եթե շատերը կուզեք, այդպես ասեմ, որ ունենց լինի, որ պարզ լինի, որ դուք եք ուզել, ոչ թե ես եմ էլի դենց հանել ցույց տալիս, այդ դեպքում խնդիր չկա, մեկ օր կանենք այդպիսի վիդեո։ Միասին, քանի որ ես որ վիդեո եմ անում, իմ համար դուք իմ դեմն կանգնած եք, նստած եք, չգիտեմ, ինձ հետ զրուցում եք, այսպես, ուրիշ շատ-շատերը ոչ շատ հեռու եք մեզանից ապրում և ոչ շատ մոտ գրում եք, որ կուզենայիք ծանոթանալ, շփվել մոտիկից, ես էլ շատ կուզենայի, բայց տեսնում եք այստեղի կյանքը ոնց է, որ մարդիկ այնքան զբաղված են շատ ժամանակ, որ կարող է կողքի քաղաք ամիսներով չկարողանան գնալ, այնպես որ ես հասկանում եմ, բայց եթե մեկ օր կհանդիպենք, այսինքն կստացվի այնպես, որ կլինեք դուք մեր քաղաքում կամ մենք ձեր քաղաքում, անպայման մեծ հաճույքով կշփվեմ, Մարսելում եք, շատ-շատերը տապրում, միշտ գրում եք, որ Մարսելում եք, Արտաշատից էլ գրում եք, որ երբ որ գաք համեցեք հրավիրում եք մեր տուն, անուններով չեմ հիշում ներող եղեք, ես անունները հիշելուց խնդիր ունեմ, հա, բայց շատ հաճելի է իրականում իմանալ, որ ուզում եք հյուրընկալել ձեր տուն, իսկ ես գիտեմ, որ ամեն մեկին չեն հյուրընկալում իրենց տուն, այնպես որ դա նորմալ է, դա հաճելի է, դա նորմալ չի, դա հաճելի է իմանալ, որ ինձ հրավիրում եք ձեր տուն, նշանակում է ոչ միայն սիրում եք, նաև վստահում եք, ձեր տանտիրները բացում եք իմ առջև, դա ինձ համար շատ կարևոր է, սիրելիները, շատ շնորհակալ եմ, գրում եք, որ իմ ծիծաղը, իմ ժպիտը ինձ հետ ձանձրալի չի, ինձ հետ չեք ծերանալ, ծերանալը չգիտեմ ոնց, բայց ձանձրալի հաստատ չի լինի, որովհետև ես ինձանով ձանձրալի մարդ չեմ ու որ անկեղծ ասեմ ձանձրալի մարդկանց չեմ սիրում, դրա համար այո, ինձ հետ ձանձրալի չի լինի, ինձ հետ ոչ մի տեղ ձանձրալի չի, նույնիսկ գործի տեղ ինձ հետ ձանձրալի չի, այնպես որ հաստատ չեք ձանձրանա,
Ինքան հետաքրքիր է, նստի պավորություն, որը դի կոտլետ չի, ինչ որ բանջարեղենով չգիտեմ, ինչ է, ուզով եմ ժողովուրդը մերոնք հակա հավանեն, աղի համնե չփորձեցի, ուշկի սալոնի անելու, լավ չինելու, մատս լպստեցի ներող եղեք, կեսա ջրի մեջ կնցնեմ, այս մի հատ կոտլետի վրա կգրեմ, չուտեք սերին են լպստելա, տեսար չէ դիմացա, մեկա իմ հումորը արեցի, չեմ կարողանում, ես լուրջ լինեմ, ինչ անեմ, չէ կարողանում եմ, բայց գերադասում եմ մի քիչ անլուրջ լինեմ, որ կյանքը ավելի հեշտ ու թեթև լինի, փորձեք հլը ժողովուրդ, փորձեք մի քիչ թեթև նայեք ամեն ինչի, թեթև չնայեք, թեթև նայել մի քիչ վատ հասված, չգիտեմ, բայց ուսեք հումորով ավելի լինել, հավատացեք, որ կյանքը ավելի հեշտ է լինում, երբ որ մի քիչ հումոր է լինում մեջը, այստեղից դժվար կյանք, դժվար ապրուստ, դժվար ապրուստ ֆիլմ կար, չէ՞, դժվար ապրուստ, ուսով եմ ես կոտլետները օրմենը կսի, թե չէ ինչ ենք ամենում ենք այդքան կոտլետ, սամոն, նանիկը չեմ ասում, որպես նանիկը ստե չի, հենա պատրաստում, որ կենա նորից իրա ստաժերովկայի ուրիշ քաղաք, եսուր մեր աղջիկը մեզ հետ չի, Ալոնան կասկածում եմ, Էլեն չում ստեղ չի, այնպես որ չի գիտեմ, չգիտեմ, մեկը գիտեք ինչ է ուզում հարցնեի, միգուցե մենք ծնունդ գնանք, և բայց չգիտեմ ինչ եմ հակնելու, որ ճիշտն ասեմ, պետք է մենք ճշտեմ տեսնեմ իրանք ինչ ձև են հակնվում, որ ես էլ իմանամ, ես ինչ ձև հակնվում, որտև եթե երեկոյան են հակնում, երեկոյան զգեստ, որ երեկոյան զգեստ հակնեմ, եթե երեկոյան զգեստ չեն հակնում, մեզ չլինի, որ ես երեկոյան զգեստով գնամ, մնացեցի սաղ սովորական հակած, վատկերասնում եք, ամենահավոր բանն ասեք, երկու դեպքում էլ ահավոր է, եթե բոլորը երեկոյան են հակել դուք ոչ, ու կամ բոլորը նորմալ, ասենք ինչ-որ հակուստ են հակել, իսկ դուք երեկոյան հակուստով մտնում եք ներս, հետ ճշտեմ, եթե երեկոյան եղավ, գրեք, եթե կուզեք, փորձենք իմ երեկոյան զգեստները, մի քանի հատ ունեմ, փորձենք որոշենք, որը հակնեմ ես այդ օրը, ես այսօր կճշտեմ, ինչ ոնց են հակնում, որ իմանամ ես էլ ոնց հակնեմ ու սպասում եմ ձեր կոմենտարիաների ժողովուրդ, սրանք հանեմ ստից, իմ ձերք սրբելու սրբիչն է, չմտածեք, որ ես ձերքերս եմ սրբում, հետո ափսու եմ սրբում, ափսեն հիմնականով մենք սրբում ենք սրանով, որ, հա, կարակ վերեմ մի քիչ դնեմ, քան որ հավիտոշու յուղայնություն շունի, մեկ էլ մի քիչ զեթունի ձետ կանենք, ու վերջ, կուղարկեմ դուխովկա, կուղարկեմ կարակները, Ուղարկեմ դուխովկա մինչև լինի, դա արամում ես արդեն գազարը գմակեմ գազարի սալաթի համար, ժողովուրդ ջան, ինձ թվում է որ, կամ լավ վերջնա արդյունքը ցույց կտամ կոտլետի, հա, խոստամ, սենց արանքները կարանք գցեմ, արանքները կարակ գցեմ, որ մի քիչ ավելի սենց յուղոտ աներ, ուշոտ չոնեմ, ճխավ, ես ցույց տամ մի հատ, այսենց, ինչ ջուր եք կոթում տոտից, գնաց դուխովկա, գնա պատրաստվի, ես էլ գազարի բազուկի հարցերը լուծեմ, որ կոտլետը պատրաստ լինի, ձեզ իհարկե ցույց կտամ, և այդքանով երևի թե կավարտեմ այսօրվա վլոգը, ինձ թվում է, որ այդքան չոր անհրաժեշտ կարևոր բան չունեմ ձեզ փոխանցելու դուրնա։
Եթե հարցեր ունեք, գրեք հարցերը, եթե ինչ-որ մի թեմա կա, որը կուզեք շոշափենք, գրեք շոշափենք, ուզում եմ, որ այնպես լինի, որ այն ինչ-որ ես նկարում եմ, այն ինչ-որ ցույց եմ տալի, բացի մեր առօրյան, մեր խանութը, մեր կյանքը, մեր յենի, ուզում եմ բացի դա էլ լինի ինչ-որ չափ ձեր ցանկությունով, ինչ-որ մի նյութերի թեմայի շուրջ զրույցներ, թեկուզ որ այսօրվա հենց թեկուզ զրույցը, որը որ իմ դիտորդուհու խնդրանքով էր։ Այսպես թող կոտլետը լինի, ես չգիտեմ հիմա Սամոնը եկել թե Արմենը։ Ես գազարով սալատիկը սարքեմ ու արդեն կոտլետը վերջնական ձեզ ցույց կտամ եւ այդքանով մենք այսօր կավարտենք սիրելիներս։ Սամոնուելն եկան, բերին լոբի, ասել էին 1 կիլոյի չափ, բայց քիչ ա բերել ոնց որ թե 1 կիլոյի չափ չասել էին 1 կիլո, Սամոնի գրամով ա բերել, սպանախները սենց տոպակներով, սպանախը շատ ա բերել, հարսի պես, լոբին քիչ ա բերել, մեկ էլ սպիտակ ձու չի եղել, բերել է այս գույնի ձու իմ տղեն, հիմա տենանք, խնդրեմ, եթե սպիտակ ձու չճարվեց, ուրեմն ստիպված սենց ձվով պետք է ներկենք, մի քիչ էլի լավավատա, մի քիչ բաց հա, չգիտեմ, մի խոսքով, տենանք իշքան փողավճար է այսքան բանի, հա մեկ է մի հատ է կարտոշկա է բերել հենա, ընդհանուր վճարել է 31 եվրո, չպայմ ասի ապլիկասյոնը քարտը, այդ Grand-Free քարտը քաշեր, այտենց գոնե բաներ կավելանա, էլի բոնուսներ կավելանա մեջը, ոսկով, այսքան բանին 31 եվրո, բա, բազիչ ճան, բազիչ ճան, ժողորդ, կոտլետները պատրաստ են, ձեզ ցույց տամ, որ խոստացել էի, ասել իմ կոտլետները, գալիս եք ուտենք, դե մեկը նստել է ու ուտում է համով, հələ գուշակեքով է ուտում, Սամոնն ու Էլենը չկերան գնացին, Էլենը մի հատ մարոժնի կերավ, Սամոն մի հատ պերաշկի կերավ ու գնացին գործեր ունեին, դա Արմենը կոտլետնա ուտում, կոֆեն խմենք, տենակ չեկան, թե ինչ շատ ձեր գլուխի չտանեմ, հուսով եմ հետաքրքիր էր, հուսով եմ ձանձրալի չէր, շնորհակալություն, որ դիտեցիք, ինչպես միշտ ուղարկում եմ պաչիկ, լավ մնացեք։